Ուրեմն ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան դա ադրբեջանցի էր, տվյալ դեպքում Ալիևի օգնական Հաջիևը, եւ խնդրում եմ ուշադրություն, ընտրությունների արդյունքները պաշտոնապես չհրապարակված, Հայաստանը ժամանում Ալիևի օգնական եւ Դիլիջանում հանդիպում Արցախում ծնված մեծացած անվտանգության քարտուղարի հետ եւ պաշտոնական հայտարարություն են տարածում, որ քննարկել են խաղաղության պայմանագիրը։ Հիշեցնում եմ, ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չհրապարակված։ Եվ ամենևին պատահական չի, որ այս օրերին Տավուշում հեծանվեր քշում Նիկոլ Փաշինյան, հավանաբար պատահական մի ծառի տակ հանդիպած կլինի Հաջիևի հետ, եւ այստեղ խնդիրը հետեւյալն է. ինչ են քննարկել եւ ինչ են պայմանավորվել։ Փաստը հետեւյալն է, որ այդ հանդիպումներից հետո Փաշինյանը հանդես է եկել 3 հայտարարություն, եւ այդ հայտարարությունների բովանդակությունը հետեւյալն էր. բռնելու եմ ընդդիմադիր քաղաքական ուժերին, բանտ եմ նստեցնելու, ունը զրկելու եմ, բոլորին շարքից դուրս եմ հանելու, ոչնչացնելու։ Սա ըստ էության Ալիևի արչեւ ստազնած խոստում էր։ Իրականում ինչ է տեղի ունեցել։ Հավանաբար Փաշինյանը Ալիևից ժամանակ է խնդրել, որ այս պահին ի վիճակի չէ իրականացնել խոստումները ամբողջ ծավալով, եւ ժամանակ է խնդրել, որպեսզի ընդդիմադիր ուժերին, ազգային ուժերին ձերբակալի, բանտ նստեցնի, շարքից դուրս բերի, որ կարողանա այդ իր տված խոստումները կատարել։ Իհարկե իր մուրազը եւ երազանքը ու տված խոստումները, ինչպես ասում են, փորը կմնա, բայց իրավիճակը հետեւյալն է։ Ուստեղ էլ խնդրում եմ ուշադրություն ժողովուրդ ջան։ Այս հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի թիվ 1 օրակարգը ընդդիմադիր քաղաքական միավորների ղեկավարներին ունը զրկելն է։ Ուրեմն լսի Փաշինյան, երկրի թիվ 1 օրակարգը մեր երկրի անվտանգության հարցերն են։ Մեր երկրի տնտեսության խնդիրն է, որը դու կանգնեցրել ես կոլապսի առջև։ Երկրի թիվ 1 խնդիրը քո կեղծած ընտրություններն են, այլ ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործիչներին ձերբակալելը։ Դու ավելի լավ կլինի այդ հանդիպումից հետո ասես ինչ ես պայմանավորվել Ալիևի հետ։ Արդյոք պատրաստվում ես նոր տարածքներ հանձնել։ Ինչ ապօրինություն ես անելու սահմանադրությունը փոխելու քո խոստումը կատարելու համար։ Անկլավները երբ ես պատրաստվում հանձնել, այսպես ասած, անկլավները քո խոստացած։ Հետևաբար պատասխանի այս հարցերին։ Մեր երկրի թիվ 1 օրակարգը դրանք են, այլ ոչ թե մարդկանց ձերբակալելը։ Եվ քո ամբողջ նպատակը, ժողովուրդ ջան, այս մարդու ամբողջ նպատակը նման մեթոդներով, ձերբակալություններով, ապօրինություններով երկրում ստեղծի նոր արհեստական քաղաքական օրակարգ եւ հանրության ուշադրությունը, քաղաքական ուժերի ուշադրությունը շեղել իրական բուն օրակարգերից։ Եվ մեկ անգամ եւս հիշեցնում եմ, դու չունես ոչ լեգիտիմություն, ոչ էլ մանդատ Ալիևին տրած քո խոստումները կատարելու համար։ Սա լավ իմացեք։